Speedy, these young Armenian fellas, look at this. Անթերի կատարում բարձր միավորներ ու կրկին միջազգային հիացմունք։ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճում է մրցաշրջան 2026-ի առաջին ոսկին։ Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 4-րդ փուլում հայկական ու համաշխարհային մարմնամարզության ծագող աստղը պարզապես անթերի էր։ Որակավորման փուլում ընդամենը 4-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ մեր մարզիկը պարզապես փայլեց, իրենից հետ թողնելով տպավորիչ արդյունք ցույց տված Ղազախ մարմնամարզիկներին։ Եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց բավականին բարձր 14.8 միավոր եւ նկատելի առաջ պոկվեց բոլոր մրցակիցներից։ That's the podium. From Hamlet Manukyan. Surely. Gymnast who's embraced. Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը Մամիկոն Խաչատրյանը 14.533 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը։ But he's really into a gorgeous pirouette to finish. Մեր մարմնամարզիկները բաց էին թողել Բաքվում եւ Անտալիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերը։ Մինչև այդ Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Խաչատրյանը դարձել էր արծաթե մեդալակիր։ Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Մեր մարզիկը վաստակեց 14.3 միավոր, ընդամենը 6600-թականով զիջելով Ռիոյի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի ութակի չեմպիոն Հույն Էլֆիտիրոս Պետրունյասին։ He's 6, it'll give him an each. Very nice. Oi! Another bonus surely for that display. Second stick of May well be the that we see second stick of the final. Avetissian winning. Այս վարժությունում հանդես էր գալիս նաև մեր մյուս տիտղոսակիր մարզիկը Արթուր Դավթյանը։ Իր համար մի փոքր անսովոր վարժությունում Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Well, there were no. Hey, let's go. +0.1. He's unlikely to. Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։